Ժողովուրդը մեղավոր չի, եւ եկեք որևէ մեկը ժողովրդի գրպանը բան չգցի, կա հստակ նիկոլական սեգմենտ, որի վրա որևէ բան չի ազդում, եւ Նիկոլը ինչ էլ անի, այդ սեգմենտը գնալու է եւ ընտրելու է այս քաղաքական ուժին, ուստի այդ սեգմենտին պետքա թողնել հանգիստ։ Ժողովրդի adekvat հատվածի գրպանը ոչինչ գցել պետք չի եւ չի կարելի, որովհետեւ եթե այսօր այս իշխանությունը այսքան հաբրգած է, եթե Ալեն Սիմոնյանը իրան թույլ է տալիս ասելու կռաստվեք հաստի, դա սեռական հայհոյանք է, այստեղ մեղավորը ընդդիմադիր դաշտն է, ինչ է անում, մի հատ նայեք, ես շատ հազվադեպ եմ նայում խորհրդարանական նիստերը, բայց այդտեղի մեղքը գալիս են ընդդիմադիրները, մի երկու աղջիկ իրանց ճղում են, հա, ընդամենը, մնացածները փախկվել են այդ կանանց յուբկաների տակ, որովհետև ուղղակիորեն, այսպես ասած, ճակատ առ ճակատ չեն ուզում մտնել, այսպես ասենք, հա, լեզվակռվի կամ բանավեճի մեջ, որտեղ շատ լավ հասկանում են, որ դիմացինները ոչ մի կարմիր գծեր չունեն, հետո իրանք են հայտնվելու խաղից դուրս կամ զրկվելու են մանդատից կամ քրեական գործահարուցվելու, բայց քանի որ իրանց համար մանդատը սրբազան կով է, սրբազան կով, այս ընդդիմության համար մանդատը սրբազան կով է, որ հանկարծ որևէ մեկը չասի, որ այդպես չի, այո, կմեռնեն, կնահատակվեն, բայց միջև վերջի շունչը այդ մանդատը կպահեն, ուստի իրանք հանդուրժում են Ալեն Սիմոնյանի կռաստվեք հաստին ըստ էության հայհոյանքը, իրանք հանդուրժում են Հայկ Կոնջորյանի ըստ էության իգնորը եւ հայհոյանքը, Ռուբեն Ռուբինյանի իգնորը, Ալեն Սիմոնյանի իգնոր չեմ ասում է, Ալեն Սիմոնյանը ասես ցփնում է իրանց վրա, բայց քանի որ իրանք վախենում են, որ կարող է այս մանդատից զրկվեն, կարող է իրանց հանդեպ քրեական գործ հարուցեն, իրանք նախընտրում են այս լխպոր ջերմոցային վիճակը, նենց կվեկենան մի երկու հատ անհասցե հայտարարություններ կանեն, մի հատ կգորգորան անհասցե, որ չես հասկանում ինչի է ուղղված, մի հատ հարց կտան եւ այլն, եւ հանրության մի հատվածին, որը ընդամենը ձայնի դեցիբել է լսում, տպավորություն կլինի, թե իրանք սենց ինչ հերոսական կռիվ են տալի, չէ, դուք չեք խափի ժողովրդին, չեք խափել եւ չեք կարողանալու խափել, դա իմիտացիա է,